Երկու ժամ առաջ կրակոցներ են հնչել Երևանի Աջափնյակ թաղամասում։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում են, թե ինչպես են մի խումբ անձինք կրակում միմյանց վրա։ 10 քաղաքացի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Հայտնի է մեկ զոհի մասին, 3 մարդու վիրահատում են։ Ոստիկանությունը դեպքի վայրում հայտնաբերել է ինքնաձիգից և ատրճանակից կրակած պարկուճներ, դանակ, նաև կրակոցի հետքերով ավտոմեքենա։ Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, սպանության փորձի և ապօրինի զենք օգտագործելու հոդվածներով։ Ոստիկանությունը պարզում է միջադեպի հանգամանքները։ Իմ գործընկեր Սեդա Մակարյանն է այս պահին դեպքի վայրում։ Սեդա, ինչ նոր մանրամասներ կարող ես հայտնել։ Քննչական գործողությունները շարունակվում են դեպքի վայրում, հիշեցնեմ, որ ժամեր առաջ է միջադեպը տեղի ունեցել, որի հետևանքով 10 քաղաքացի վիրավորվել է, տեղափոխվել են նրանք հիվանդանոց, մեկը մահացել է, առողջապահության նախարարությունը հայտնում է, որ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, գնահատվում 3-ի վիճակը ծանր։ Այս պահին քննչական գործողությունները շարունակվում են, նշեմ, որ տարածքում հայտնաբերվել են անանման հետքեր եւ փամփուշտի պարկուճներ, քաղաքացիներն էլ ականատես քաղաքացիներն էլ նշում են, որ կրակոցի ձայները լսելի են եղել բնակչության համար, ինչպես նաև տարածքում խաղացող երեխաների, ովքեր կրակոցների ձայներից փախել են տարածքից։ Այս պահին դեռ այսքանն է, ոստիկանությունն է նաև հայտարարություն տարածել, որ հետախուզական աշխատանքներ են կատարում, որպեսզի օպերատիվ հետախուզական աշխատանքներ են կատարում դեպքի մանրամասները եւ մասնակիցներին հայտնաբերելու համար։